Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում հայ գործարարն է։ Oculus Optica-ն շուրջ 10 տարվա կենսագրություն ունի։ Կատարյալ տեսողությունն ու գեղեցիկ տեսքը երաշխավորվում է Oculus Optica-ում։ Խանութը հնարավորություն է տալիս հաճախորդին հետազոտվել, եթե կա տեսողության հետ կապված խնդիր, ապա ստանալ բարձրակարգ եւ փորձառու մասնագետի խորհրդատվություն։ Oculus Optica-ն մայրաքաղաքում ունի 3 մասնագիտացված խանութ։ Այստեղ ներկայացված է արևային եւ օպտիկական ակնոցների մեծ տեսականի, ինչպես տղամարդկանց եւ կանանց, այնպես էլ երեխաների համար։ Կարող ենք ասել, փորձ ունենք բաց չթողնել որևէ մի տեսականու կամ որևէ մի առաջարկի օպտիկայի ոլորտում, որպես այդպեսին բաց չունենք այս պահին մեր խանութ սրահում։ Խանութ սրահը Երևանում որոշեցինք բացել տարհանումից անմիջապես հետո, բավականին դժվար էր ընկերների, տարբեր մարդկանց, տարբեր գործընկերների օգնությամբ ստեղծեցինք այն, ինչ հիմա ունենք բավականին լայն տեսականի մատչելի սեգմենտից մինչև բարձր որակային, բրենդային այսպես կոչված շրջանակները ունենք նույն տարբեր սեգմենտների եւ ակնոցային ոսմյակները ունենք տարբեր սեգմենտների եւ կոնտակտային ոսմյակները ունենք։ Տեսականին բավականին մեծ է, նույնն էլ արևային ակնոցների մասին, մատչելից մինչև բրենդային բարձրակարգ Երկրորդ խանութը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում, Տիտո Գրադյան 2/2 հասցեով Էրեբունի հիվանդանոցի հարևանությամբ, բավականին մեծ տեսականի այնտեղ նույնպես ցուցադրված է։ Այժմ այդ խանութը համալրվում է բժշկական սարքավորումներով ստուգման համար, 1-2 օրից վերջնական տեսքի կբերվի խանութը։ Երրորդ խանութը, որը նոր է, գտնվում է Մարգարյան 17 հասցեում Կայզեր սուպերմարկետի հարևանությամբ, այսպես հայտնի ճանաչված։ Սկսել ենք 36 դեղատան հետ համագործակցել։ Համագործակցության առաջի հենց արդյունքը եղավ մեր երրորդ կետի բացումը։ Ճապոնիական արտադրության ավտորեֆ կերատոմետր, որը մեզ թույլ է տալիս ստանալ հստակ ռեֆրակցիան, ինչպես նաև կոնտակտային լինզաներ ընտրելու դեպքում եղջերաթաղանթի կորությունը եւ եղջերաթաղանթի չափը։ Ինչպես նաև ունենք խոշորացնող աչքի առաջային հատվածը հետազոտող սարք, որը թույլ կտա մեզ առաջնային հետազոտման համար։ Լինզաները ինչպես են աչքի վրա, արդյոք նորմալ է, նորմալ չէ, նաև թեթև բորբոքումներ, որ առանց հիվանդանոց այցելելու կարող ենք այստեղ ախտորոշել։ Ունենք Ֆորոպտեր, որը շատ հետաքրքիր սարք է, ինքը իրանից այս ամբողջ լինզաների պարունակությունը համատեղված է մեկ սարքի մեջ։ Եթե մարդ տարել է քթի վիրահատություն եւ չեն կարող ստուգել փորձնական ակնոցներով ու ոսմյակներով, ապա օգտագործում ենք Ֆորոպտերը նույն համարներով եւ ասթիգմատիզմի համար եւ սովորական հաճախորդի համար էլ բավականին հաճելի է։ Նորարարություններից այսպես կոչված ոսմյակներ, որոնք նախատեսված են պրոգրեսիվ ակնոցներ նշանակելու համար։ Հիմա բավականին մոդայիկ է, նույն ակնոցով կարողանում են տեսնել մարդիկ եւ հեռուն եւ մոտիկը։ Սակայն այդ ակնոցներին բավականին դժվար են մարդիկ հարմարում։ Որպեսզի պատկերացնենք արդյոք կհարմարվի մարդը պրոգրեսիվ ակնոցների թե ոչ, ունենք այսպիսի հատուկ պրոգրեսիվ ոսմյակներ, որոնք դնում են, մարդը քայլում է, տեսնում է կհարմարվի թե չէ, որպեսզի կարողանանք նշանակել
նշանակել եւ իհարկե փոքրիկներին ստուգելու համար ունենք ռետինասկոպ, փոքրիկները չեն կարող նստել այս սարքի առաջ, ապա ստուգում ենք ռետինասկոպի միջոցով։ Խանութում առկա է նաև սպորտային, ինչպես նաև մեքենա վարելու համար լույսը մեղմացնող ակնոցներ։ Հիշեցնեմ, որ տեսողությունը ստուգվում է ժամանակակից սարքավորումներով։